Իսկ այս խելահեղ ռիթմից կտրվելու, գոնե մի քանի վայրկյան միայնության մեջ մնալու, ամփոփելու այդ ողջ ինֆորմացիան, որ ստացվում է, մի խոսքով աշխարհից կտրվելու։ Գիշերն է Լուսինե ջան, դա գիշերը շատ շատ եմ ուզում, ասում եմ լիներ հեռու, միայնքուն, լիներ մանկան քաղցրքուն։ Մի խոսքով չի հաջող։ Օրվա ընթացքում չի հաջողում, դու առանձնանաս ու կարողանաս ամփոփել, դա անում եմ երեկոյան, շատ ուշ։ Դա էլ վնասում է, երբ ուղեղդ լարվում է, ամբողջ գիշերը ես ամփոփում եմ անցած օրը, այնուհետև մտածում եմ հաջորդ օրը ինչ պետք է անել, ես սիրում եմ անպայման ծրագրավորել, գուցե իմ առաջի մասնագիտությունը հենց մաթեմատիկ ծրագրավորողն է, դրա համար անպայման ես պետք է ֆորմալացնեմ բոլոր այն հարաբերությունները, որ այսօր ունեցա եւ վաղը պետք է սկսեմ։ Եվ այդ առումով նաեւ ուղեղդ լարվում է եւ գիշերային քունը խանգարվում է, էլի երբեմն ինձ ասում են երևում է որ քիչ ես քնել։ Իրոք այդպես է։ Ուղղակի ժամանակը չի բավականացնում։ Ես կուզենայի որ օրը 48 ժամից բաղկացած։ Շատերը ովքեր ապրում են այդ ռիթմով իհարկե ունեն այդպիսի ցանկություն, բայց ինչ արած, այսպեսին է կյանքը։ Տիկին Հակոբյանը դավաճանությանը վերաբերվում է շատ բանականորեն։ Այսինքն, եթե գիտակցվել է սխալը, ապա կարելի է ներել։ Իսկ եթե սխալը չի գիտակցվել, ապա իմաստ չունի անգամ քննարկել։ Այդպես է թե ոչ։ Շատ հոգեհարազատ ինձ համար մոտեցում է դա։ Մարդկային հարաբերություններում եւ կյանքում մի քանի սկզբունքներ կան, արժեքներ կան, որոնց ես անսահման եմ դավանում։ Ինձ համար, եթե փորձենք մարդը ասխալական չի, հասկանալի է, իդեալականացնել, հետո էլ հիասթափվել շատ ծանր է, բայց համենայնդեպս հատկանիշներ կան, որ ինձ գրավում են, դուր են գալիս, եթե նա ազնիվ է, ես ատում եմ այն մարդուն, ով ճիշտ չի խոսում, չասեմ սուտ է խոսում, ես ատում եմ, ոչ, անպատասխանատու մարդ ինձ համար անընդունելի է, եւ իհարկե դավաճանություն։ Որովհետև եթե դու վստահում ես, հավատում ես, նվիրվում ես դիմացնին, ընկերների, շրջապատին, աշխատողներդ ու նրանք քեզ փորձում են խաբել, դավաճանել եւ այլն, սա շատ ծանր եմ ես ստանում։ Բայց նայած ով է նաեւ դրա հեղինակը եւ ինչ ուր է հասցրել այդ դավաճանությունը։ Եվ հետո ինչ հանգամանքների։ Եթե նա ինքը ընդունում է իր սխալը, ինքը գտնում է, որ իրոք ճիշտ չի վարվել եւ այլ, իհարկե մարդուն պետք է ներել։ Չի կարելի դաժանորեն անընդհատ մինչև վերջ։ Բայց եթե այնպիսի մի իրավիճակ է, որ ընկերություն ես արել, այլևս կարող ես նրա հետ ընկերություն չանել, դու գիտես նա, այո, ուրեմն ես դա շատ ընդգծված ցույց եմ տալիս։ Եթե ես որևէ մեկի հետ այլևս ջերմ ընկերական հարաբերություններ չեմ ուզում ունենալ, ես շատ ավելի քաղաքավարական սահմանները չանցնելով շատ ակնհայտ նա գիտի, որ ես իր նկատմամբ ունեմ որոշակի վերաբերմունք եւ երբեմն դա համեմատում եմ ապակու հետ, ասում եմ, երբ ջարդվում է, փորձում ես այն միավորել, միշտ այդ գիծը մնում է, ինչ ուզում եք ասեք, այդ գիծը մնում է, բայց կարծում եմ երևի արդեն տարիների հերվից երիտասարդական ժամանակ շատ ավելի խիստ է այդ հարցերում, հիմա մասնություն ես ձեռք բերում, կյանքը քեզ ավելի կոփում է ու մտածում ես, եթե կարող ես օգնել, դուրս քաշել մարդուն այդ իր ճահճից, իր բնավորությունը փորձես փոխել, իր մոտեցումները փոխել շատ կարևոր է։ Բայց մի բան կա, որ չինական ասացված կա շատ լավն է, կնոջ մասին է, կուզենայի այստեղ հիշել, ասում է, որ հատկանիշներն են կնոջ համար մնայուն, ասում է, գեղեցկությունը ժամանակավոր է, խելքը հարաբերական է, դարիների ընթացքում բնավորությունը կայուն։ Իսկ ինչպիսին է Հրանուշ Հակոբյանը խոհանոցում եւ արդյոք կարողանում է պատրաստել հայրենի Գավառ քաղաքի հայտնի փախլավան համեղ։ Ես հաճախ եմ լսում, որ այն մարդիկ, որոնք քաղաքականության մեջ են զբաղված են, պետական գործ են անում, ունեն պետք է խոհանոցում անկարող լինեն։ Ես այդ կարծիքին չեմ։ Եթե մարդը ունի խելք,
Եթե մարդը կարողանում է ցանկացած գործ առաջ տանել, խոհանոցային գործը շատ հեշտ կարող է առաջ տանել։ Ասեմ, որ ես նույնիսկ երիտասարդական տարիներին իմ հագուստները ես էի, ինչպես ասում, կտրում կարում։ Այո, նորաձևությունն էի տեսնում, այդ բոլորը օգտագործում եմ, հիմա իհարկե ոչ, բայց խոհանոցը շատ եմ սիրում։ Գիտեք ինչու, որովհետև քիչ եմ մտնում։ Եթե շատ գնայի, իհարկե չէի սիրի, կարծում եմ, բայց եթե առիթից առիթ ես խոհանոց մտնում եմ, ասում են, որ ես շատ համեղ եմ պատրաստում։ Իսկ փախլավան։ Իսկ Քյավառի բոլոր ավանդական ուտեստները մեր ընտանիքում մինչև այսօր էլ կան, իմ մայրը շատ լավ պատրաստում է, հետևաբար մենք բոլորս գիտենք։ Իմ քույրիկները շատ փայլուն ձեռք ունեն, ինչպես ասում են, այն բոլոր նոր, ասենք, գիտեք, հատկապես անուշեղենները, որոնք սկսում էին թխել եւ այլն, բոլորը ինքս առաջին անում էի, սովորեցնում քրոջս, մյուս քրոջս, հետո արդեն ես չէի անում։ Այո, ես կարողանում եմ պատրաստել, այդպիսի ճաշատեսակ չկա, որ ինձ համար դժվարություններ կայացնի։ Ես դա չեմ բարդ բան չեմ տեսնում, որովհետեւ շատ հեշտ կարողանում եմ նաեւ պատրաստել։ Շատ հաճելի զրուցակից եք, այնքան երկար կցանկանայի ձեզ հետ խոսել, բայց ցավոք մեզ հատկացված եթերաժամը սահմանափակ է, եւ դուք որպես կայացած, որպես շատ ուժեղ եւ խելացի կին, ինչ կարող եք մաղթել մեր հայուհիներին, թեկուզ այն աղջիկներին, ովքեր դեռ ձևավորման փուլում են, դեռ Ես շատ կուզենայի, որ մեր աղջիկները, մեր երիտասարդությունը, մեր հայուհիները հատկապես նախ եւ առաջ չափի մեջ լինեն։ Ես այդ խոսքը օգտագործեցի, ես կուզենայի, որ նրանք լինելով հետագայում հայ ընտանիքի սյունը հասկանան ընտանիքում տղամարդու դերը, հոր դերը, եղբոր դերը, տղայի դերը եւ նաեւ հասկանանք, որ հասարակության թիվ 1 դաստիարակը կինն է։ Առաջի օրից երեխային դաստիարակողը կինն է։ Ուրեմն եթե մեր հասարակության մեջ կան շեղումներ, սխալներ, հայ մոր դերը այստեղ շատ կարևոր է։ Սկսած մայրենի լեզվից, թե տանը ինչպես են օգտագործում, վերջացրած բոլոր այն կանոններով, որ պետք է երեխային դաստիարակես, որտեղ դաստիարակություն, գիտելիք եւ աշխատանք։ Եթե այս 3-ը մեր մայրերը կարողանան, ինչպես հարկն է մեր աղջիկները նաեւ իրենց վրա կիրառեն, շատ կարևոր է։ Ես խնդրեի, որ իրոք իրենք շատ գիտելիք ձեռք բերեն։ Սա շատ կարևոր է։ 21-րդ դարը գիտելիքի դար է, գաղափարի դար է, եւ ոչ թե ծանոթ բարեկամի դար է, սա պետք է հասկանանք։ Եվ վերջապես ես կմաղթեի, որ իհարկե հայկինը երջանիկ լինի, որտեղ կնոջը երջանկությունը դա նրան ավելի ոգևորում է, ավելի գեղեցկացնում է, ավելի ուշադրություն է ունենում։ Իսկ երջանկությունը ինձ համար դա շատ լայն հասկացություն է։ Երջանկություն ընտանիքում, երջանկություն երեխաների առաջընթացի մեջ, երջանկություն, երբ դու մեկին լավ գործ ես անում, օգտակար ես լինում։ Երջանկություն, երբ դու մի գործ ես ձեռնարկում, այդ գործը արդյունք է ունենում։ Երջանկություն, երբ հասարակությունը քեզ գնահատում է։ Հետևաբար ես կուզենայի, որ հայ կանայք լինեն միշտ սիրված, գնահատված, շատ գեղեցիկ եւ երջանիկ։